moments when history takes a leap forward. Not quietly, not gradually, but in a way that changes everything. Մենք կառուցում ենք եւ պատրաստում ենք կառուցել տարածաշրջանի առաջին VP XR Unreal Engine Soft-ով ստուդիան։ Տվյալ ստուդիան թույլ է տալու միացնել, անկար միացնել ֆիզիկականը եւ թվայինը։ Տվյալ պրոդուկտից օգտվում են բոլոր աշխարհի գիգանտները, որոնք շուտով հայտնվել են նաեւ Հայաստանում, դա Netflix-ն է, Apple TV-ն է, Disney Plus-ն է, Amazon-ն է, շատ մեծ են։ Շուկայից ավալը տվյալ պահին $2.5 միլիարդ է։ 2030 թվականին մենք ունենալու ենք մոտավորապես $7.5 միլիարդ շուկա եւ 2035 թվականին մենք ունենալու ենք մոտավորապես $14 միլիարդ շուկա։ Եվրոպան այդ ծավալից դերևս այս պահին գրավում է 27%-ը եւ մենք դառնալու ենք այդ 27%-ի մի մասը։ Նայեք, սա նախագիծ չէ, որը միայն բիզնես է, սա նախագիծ է, որը ստեղծում է պետության համար հավելյալ արժեք, որովհետև օրինակ Հայաստանը այս պահին Netflix approved region է, բայց Netflix-ը այստեղ գործունեություն չի անում, որովհետև ինքը ունի ձևաչափ all in one, եթե ինքը մտնում է նախագծով, լուրջ նախագծով ինչ-որ տարածաշրջան, ինքը այդ նախագիծը վերջացնում է, իսկ մենք տեխնոլոգիաները չունենք։ Միակ նախագիծն է, որը կարող է այդ ամեն ինչին նպաստի։ Ստուդիան full լրացված լինելու բոլոր տեսակի LED էկրաններով, tracking կամերաներով, ռոբոտեխնիկայով, ամենանորաձև կամերաներով եւ այլ կինոարտադրության համար անհրաժեշտ տեխնիկայով եւ ամենակարևորը շատ պրոֆեսիոնալ տեխնիկական թիմով, որը աջակցելու է ցանկացած միջազգային պրոյեկտի, որ կա հասնի Հայաստան։ Դա շատ կարևոր է։ Մի բան ասեմ, բոլոր տեխնիկան լինելու է Netflix approved։ Մենք ունենք շատ լավ լոկացիաներ, որոնք որ իրենց համար ընդունելի են։ Մեր աշխատուժը մոտ 30%-ով ավելի էժան է, քան Եվրոպայում, դա էլ են հաշվի առել։ Ապրելը ավելի էժան է, քան դրսում եւ բազում տվյալ ֆակտորներ, որոնք հաշվի են առել։ Մենք խոսել ենք Netflix-ի պրոդյուսերների հետ, մենք խոսել ենք այլ մեծ ընկերությունների պրոդյուսերների հետ եւ բոլորը սպասում են նախագծի իրականացմանը, որպեսզի գան հասնեն այստեղ։ Պլյուս մենք բանավոր խոսել ենք էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ։ Պետությունը մեզ աջակցություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք մրցունակ լինենք այլ երկրների հետ։ Այսինքն ռիբայթները ավելի բարձր լինելու 30% ռիբայթներ ենք ունենալու։ Մենք մեզ պետությունը ազատում է մաքսատուրքերից։ Մենք քննարկել ենք, որ մենք կուզենայինք ունենալ հավելյալ արտոնյալ հարկային դաշտ, որը միանշանակ բարձրացվելու է ազգային ժողովի մակարդակով։ Փոքր լոկացիայի վրա ունեն մի քանի աշխարհագրական բնակլիմայական պայմաններ։ Netflix-ի համար դա բավականին գրավիչ է։ Մեր ճանապարհները, մեր բնությունը, ճանապարհների ասելով նույնիսկ փոսեր էին նկատի ունեմ, հա։ Կինոարտադրության համար դա բավականին գրավիչ է։ Ինչ եմ ուզում ասեմ, փոքր լոկացիայի վրա շատ կարճ 30 րոպե անց հայտնվում ենք Ծաղկաձորում, 60 րոպե անց հայտնվում ենք Ապարանում, հա, ինչ որտեղ եղանակային պայմանները լրիվ այլ են։ Գումարած դրան, քանի որ սա տեխնոլոգիա է, soft, գիտեք, հայկական IT սեկտորը, հայկական հայ մարդու մտածելակերպը, այդ տեխնոլոգիական զարգացվածությունը, դա գաղտնիք չի, որ առաջատար դիրքերում ենք այդ տեսանկյունից, դա այլ լրջագույն առավելություն է սարքում։ Իսկ կինոարտադրության տեսանկյունից առաջինը դա է, որ գրավիչ է դառնում։ Երկրորդը զարգանալու է բոլորովին, ամբողջովին բացառիկ նոր ոլորտ Հայաստանում, դա կինոտուրիզմն է։ Ժամանակակից կինոինդուստրիայի համար շատ սպասված նախաձեռնություն է։ Շատ չտեսնված լավ բան կլինի, եթե մենք Հայաստանում ունենանք իսկապես վիրտուալ ստուդիա, որը կինոարտադրողներին առաջարկի ծառայություններ։ Ես մտավախություններ ունեմ այնտեղ, որ սա գլոբալ, շատ մեծ համախմբվածություն է պահանջում պետության
ֆիլմ արտադրողների եւ տեխնոլոգների։ Այս երեքը միասին պետք է գործեն։ Հակառակ դեպքում գերմրցակցային համաշխարհային շուկա հնարավոր չի լինի ուղղակի մտնել, որովհետեւ ստեղ հնչեցվեց, որ կա Բուդապեշտը, կա Պրագան, որոնք ունեն կինոարդյունաբերողների համար ծառայություններ մատուցելու մեծ փորձ եւ այսօր էլ մատուցում են, նոր պետք չի, եւ Պրագան էլ ունի շատ գրավիչ, շատ լավ, շատ գեղեցիկ վայրեր եւ այնտեղ դրված է արդեն այդ ամեն ինչը, այսինքն մենք նոր ենք փորձում մտնել այստեղ, մի քանի անգամ պետությունը մեծ սխալներ է թույլ տվել հայտարարելով, որ ես 40% քեշբեք եմ տալիս եւ դա իրականություն չի դարձել, հայտարարելով, որ մենք Netflix ենք բերում եւ դա իրականություն չի դարձել, պետք է շատ զգուշ լինել։ Համաշխարհային կինոինդուստրիան նման է մեծ օվկիանոսի, այդտեղ պետք է շատ զգուշ մտնել, մեծ սխալներ թույլ չտալ եւ ամենակարևորը պետությունը ինքը պետք է իր ներսում ունենա մեծ համախմբվածություն։ Ես ասացի, եթե այդ 3 կոմպոնենտները կինոարտադրողները, բուն, տեխնոլոգները, որոնք անում են այդ վիրտուալ ռեալիթի ստուդիաները եւ պետությունը իրար հետ չլինեն, հնարավոր չի լինի որևէ մեկին բերել Հայաստան։ Netflix-ը մշտապես հետաքրքրված է այո օնլայնվելու։ Դու գիտեք, միայն Warner Brothers ընկերությունը 600 ֆիլմ է արտադրում տարեկան, Netflix-ը մի քանի 100 պրոյեկտ է իրականացնում տարեկան եւ ինքը միշտ պատրաստ է խժռել նոր տարածություններ։ Հայաստանը շատ հետաքրքիր ռեգիոն է,